մյուս ակայդումներ կան, խնդրեմ։ Իրականում մի հանգամանքի հետ կապված խոսել, կցանկանայի խոսել, բայց մինչ այդ հարգելի դատարան ասեմ ի սկզբանե, որ դուք բավարարել եք հանրային մեղադրողի միջնորդությունը, համոզված եմ, եթե հանգարց սխալվեն ի ցույց բոլորի խոնարհվեն ձեր առջև եւ ներողամտություն կհայտնեն, որ ոչ ճիշտ դիրքորոշում եմ հայտնել ձեր հանդեպ, բայց ամեն դեպքում անդրադառնամ միջնորդությանը։ Տեսեք, հարգելի դատարան, խոչընդոտելը Բագրատ Սրբազանի հանրային մեղադրողը ինչով հիմնավորեց, նախ նրա ճանաչված լինելով եւ նաեւ arczepiskopos լինելով։ Այսինքն կարող եմ միանշանակ արձանագրել, որ եկեղեցու դեմ պայքարը նաեւ այս քրական գործով ավելի ցայտուն է դառնում, նրանով որ arczepiskopos կոչումը, որը ոչ բոլորին է հասու, եկեղեցականներից շատերը, որոնք որ ընտրում են այդ ծառայությունը մատուցելու Աստծուն եւ ժողովրդին, ոչ բոլորն են ընտրում այն ճանապարհը, որը կհանգեցնի կբերի իրենց նվիրվածությամբ եւ հավատքով arczepiskopos դառնալու, որովհետեւ այդ arczepiskopos դառնալու հանգամանքը պահանջ է դնում, որ անձը ամուսնացած չլինի։ Հիմա դատարանում ներկայացրեց հանրային մեղադրողը եւ դատական նիստերի քննության ավելի ճիշտ խոչընդոտ դիտարկեց, վերջինիս իմ ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի arczepiskopos լինելու փաստը, որ նա սրբազան է եւ այդ պարագայում կարող է խոչընդոտել քրական վարույթի քննությանը։ Ես մի պահ ինձ թվաց հարգելի դատարան, թե Բաքվի դատարանում է գործը քննվում։ Կարելի է չէ ասել ուղղակի, որ նախկին իր ըստ ենթադրյալ նախաքննությամբ ենթադրյալը չինգու ապացույցները հիմք են տալիս ենթադրվելու, որ կարող է խոչընդոտել եւ չընդգծել է arczepiskopos լինելու հանգամանքը, սրբազան լինելու հանգամանքը։ Այլապես ես որպես քրիստոնյա զարմացած եմ։ Հիմա կասի հարգելի Արտուր Սարգսյանն ինչից է զարմացած։ Զարմացած եմ, որ ապրում եմ Հայաստանում, զարմացած եմ, որ քրիստոնյա եմ, զարմացած եմ, որ այս նիստում եմ եւ ամենահավոր փաստը, որ արձանագրվեց այսօրվա նիստին, շատ ծանոթ ձևով անցկացվեց, որ քանի որ arczepiskopos է, ուրեմն նա կարող է խոչընդոտել դատական նիստին։ Ես ուզում եմ հասկանալ հարգելի դատարան, դուք էլ եք քրիստոնյա։ Երբևիցե ձեր ապրած կյանքում հանդիպել եք դեպքի, որ arczepiskopos խոչընդոտի պետության որևիցե գործելավոճի կամ իրավական որևիցե նորմի իրականացման։ Այս հոգևորական arczepiskopos-ը նման քայլ է դիմել։ Ոսի հարգելի դատարան, ես խնդրում եմ ձեզ, նաև հորդորում եմ, որպեսզի այլևս թույլ չտաք, երբ խոսքը վերաբերվում է մեր սուրբ եկեղեցուն, նրա սպասավորներին, անձինս arczepiskopos-ներին, նրանց հասցեին նման իրավական դիրքորոշում հայտնել։ Ինչքան էլ որ փորձեն հիմնավորեն, որ դա իրավական դիրքորոշում է խոչընդոտելը, սակայն այն հանգամանքը, որը դրվում է ենթադրյալ խոչընդոտման փաստի մեջ, որևիցե կերպ չի հիմնավորվում եւ որևիցե կերպ իրավասություն չի տալիս անձին, լինի դա սույն գործով հանրային մեղադրող, թե ով ուզում է լինի այս գործով լինի ասենք մեղադրող, դատավոր կամ չգիտեմ որևիցե պաշտոնյա։ Կորեկտությունը եւ նաեւ հավատքը պաշտպանելը, հավատքին հավատալը եւ հետևելը Աստծո խրատներին եւ պահանջներին, Աստվածաշնչում տրված համապատասխան խորհուրդներին կարծում եմ յուրաքանչյուր քրիստոնյայի պարտն է։ Եվ վստահ եմ, որ հանրային մեղադրողները նույնպես քրիստոնյա են եւ եկեղեցու կողմից մկրտված են եւ խնդրեի, որ այս արտահայտությունը իրենք հերքեն եւ ներկայացնեմ, որ պատահականությունները ոչ թե մտածված արտահայտություն, այսքան։
Բազմաժան դատարան անկեղծ ուզում եմ հասկանալ, չեն հասկանում,